ՆԱՏՕ-ն ինչու հեռու մնաց այս պատերազմից։ Ինձ թվում է, այստեղ շատ ակնհայտ էր ամեն ինչ, եթե իրանց մի տարի հետները համարյա քֆուրով են խոսում եւ իրանց հարցում իրանց ուզած ձևի չեն աջակցում, հետո իրանց չեն ասում, որ պլանավորում են հարձակվել, հետո անցնում է 2 շաբաթ, ասում են ինչի մեզ չեք օգնում, մի քիչ դա ինձ թվում է այդքան էլ տրամաբանական չի այդ իրավիճակում ասել վայ թռնում ենք գանք ձեզ օգնենք բոլորս համ էլ ինչը որ ինքը իրանց խնդրում է դա հնարավոր չի անել այդ որ ասում է օրմուզը եկեք բացեք նոր մենք խոսեցինք որ դա նավերով հնարավոր չի անել մինաները ջրից կարան հանեն բայց դրոն միշտ էլ կարա դե թռնի օրինակի համար ու ՆԱՏՕ-ի ռեսուրսները որ համեմատենք այո օթուժ ինչ որ չափով ունեն բայց չեմ կարծում, որ այդ պատերազմի մեջ այդ օգնությունը կարող էր լուրջ բան փոխել։ Դե ի պատասխան Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Չի կարա, որովհետև դեռ անցած ադմինիստրացիայի ժամանակ իմիջայլոց Ռուբիոյի օրենքներ, Մարկո, որ նախագահան առանց կոնգրեսի որոշման ՆԱՏՕ-ից չի կարա դուրս գալ։ Այս կոնգրեսը ՆԱՏՕ-ից դուրս գալու համար կարծում եմ, որ չի հնարավոր չի դա։ Даже բանը հանրապետական կուսակցության ինձ թվում է կեսը կոնե չի ձայն տալ նրան։ Լեոնիդ, մեր հանգամանքը դնենք մի պամիկո դիտարկենք իրանական կոնֆլիկտի որ հանգուցալուծումը կփոխի Ադրբեջանի։ Կփոխի ինչ իմաստով։ Ռեգիոնի նկատմամբ հայ-ադրբեջանական օրակարգում, հարևանների նկատմամբ հարաբերություններում Կարծում եմ հաշվի առնելով Իսրայելի հետ սերտ ռազմական շատ տարբեր երևի օպցիաներ կան, թե այս ամեն ինչը ոնց երկարաժամկետ կարող է Թրիպի պայմանագիր Վաշինգտոնի Թրիպի վրա արդյոք ինձ թվում է Թրիպի վրա երկու պայմանում կարող է ազդել։ Եթե ԱՄՆ-ն շատ ծանր պարտություն տաներ եւ ԱՄՆ-ին լսել պետք չլիներ էլ այդքան շատ, որ չվախենային ԱՄՆ-ից, Ադրբեջանը կարող է չուզենար Թրիպ անել, օրինակ փորձեր հետ բերել օրինակ իրենց մոտեցումները ավելի կոշտ։ Մյուսը, եթե Պարսկաստանը շատ տենց հակառակ նույն Պարսկաստանը ինչ որ միացած իրավիճակում հայտնվի, այս պատերազմից հետո ավելի որ իր խոսքը ավելի կշիռ ունենա եւ ասի Թրիպը չեմ ուզում։ Ու ամենահետաքրքիրն է, որ այս երկուսը կարող են շատ լավ համընկնել, ստացվում է, որ Իրանը շատ լավ հաղթում է այս իրավիճակում ԱՄՆ-ն էլ ինչ որ իր ավտորիտետը լուրջ ընկնում է, բայց մենք այս պահին ոչ այն չունենք, ինձ թվում է, ասենց ինչ որ միջանկյալ վիճակում են գտնվում, կարծում եմ երկու կողմն էլ չեն կարող են ասել, որ հաղթել են, կարող են ասել, որ պարտվել են երկուսն է։ Բնականաբար երկուսն էլ ասում են, որ հաղթել են, բայց հաղթել է երևի Իսրայելը այս դեպքում մեծ մասամբ։ Որ Ամերիկային ներքաշել է այս պատերազմը։ Որ Լիբանանի հետ իր հարցերն ակարում իմալուծի եւ Իրանն էլ ահագին թուլացավ, օբյեկտիվ որ խոսանք, ահագին։ Որովհետեւ կորցրեց պրոքսիներին։ Բացի պրոքսիներից, այդքան 15000 թռիչ կա ռազմական իր տարածքի վրա անցել այս երկու օթուժի կողմից։ Քանի օբյեկտ է ոչնչացվել, հակաօդային պաշտպանության գրեթե չկա, բացի այդ ինչ որ փոքր կոմպլեքսներից բանակը լուրջ կորուստներ ունի։ Այդքան կորուստի դեպքում այսպեսի կոշտ դիվանագիտական լեզու բանակցություն։ Դե որովհետև ասում եմ, եթե գետնի վրա չկաս, չի լինի օդից պատերազմ հաղթել, դա հնարավոր բան չի գրեթե, հատկապես sense մեծ երկրի դեպքում։ Այո, 15000-ը թռել են, բայց որ ասում ասա ոչնչացրել են, սա ոչնչացնելու համար կարող է 100,000 պետք լինի, դա էլ այդքան չի լինի օրինակ անել։ Այստեղ այդ հայտնի բան է, որ մենակ օդային կոմպոնենտով դժվար է պատերազմ հաղթել։ Ուրեմն դե էլիտան ջարդվեր, ասեր հերիքա չենք ուզում, որ սենց լինի։ Ժողովուրդը մեխ կա օրինակի համար, բայց այնտեղ կարծում եմ այդ մոտիվացիան իրանց մոտ այդքան իրանց չի հետաքրքրում։ Լեոնիդ, կան տվյալներ հայ-ադրբեջանական ռազմական բալանսի վերաբերյալ։
Կարծում եմ, որ շատ մեծ նորություններ դեռ չկան, գոնե բաց մամուլում չենք ունեցել, ունենք բյուջեները մյուս տարվա հայտնի են, նորություն չի, 1.4 միլիարդ դոլար եւ 5 մոտավորապես այն կողմից եւ ունենք ամսի 28-ի զենքի ցուցադրումը, որտեղ կարող է մի քանի նոր բանել ցույց տան, որ հայտնի չի այս պահին։ Այդ ժամանակ հետաքրքիր կլինի քննարկել։ Իվիճալուց կարևոր հանգամանք է։ Մենք զորահանդես ենք անում առաջին անգամ այս բոլոր աղետալի դեպքերից հետո ճիշտ վարկագիծ է դա։ Եթե խոսքը նոր զինատեսակների մասին։ Ես կարամ ասեմ, ես ոնց կանեի, բայց ես օրինակ երևի ավելի նույն հրապարակում կամ կարևոր չի, որտեղ Երևանում կարելի էր ցուցահանդես օրինակ բաց տենց կազմակերպել, ցույց տալ այդ ամեն ինչը մոտ գալ նայել։ Այլ ոչ թե զորահանդես։ Այո։ Ընդամենը շատ պրիմիտիվ մոտիվացիա ասեմ դրա համար, ռեսուրս քիչ է դրա վրա ծախսվում, նույն բանը դուք ստանում եք։ Հիմա ստացվում է, որ ահագին ռեսուրս պետք է ծախսել, ասենք, պատրաստվելու համար պայմանական, ինչքան մարդ պետք է դրա մեջ մասնակցի։ Բայց դե տարբեր մոտեցումներ կան, ես այդ մոտեցումը ինքս օրինակ կընտրեի։ Անկամ Ռուսաստանն է հրաժարվել զորահանդեսներ։ Դե ուրիշ մոտիվացիա է, որտեղ արդեն 0-ից շատ ավելի բարձր հավանականություն կա, որ այդտեղ կարա մի բան հասնի այդ սպառադի ժամանակ։ Բյուջեները հասկանալի է, բյուջեներում տարբերությունն է հասկանալի եւ այդքան էական չի, ինչ ենք մենք ձեռք բերում, ինչ է ձեռք բերում Ադրբեջանը։ Հարցիս իմաստը այն է, որ մեր ձեռք բերածը պայմանավորված է Ադրբեջանի ձեռք բերածով։ Ինչ որ չափով այո, եւ տենց էլ պետք է լինի։ Բնականաբար մեր խաղն էլ մենք պետք է խաղանք, օրինակ ես չեմ ասում, որ ինքը օրինակ հրթիռ առավ, ես էլ պետք է հրթիռ առնեմ, կարող է ես ինչ որ ուրիշ բան պետք է առնեմ, որը նեյտրալիզացնում ասա։ Բայց դե բնականաբար դու միշտ քո բանակը կառուցում ես ելնելով նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել, պաշտպանվել A երկրի հարձակումից օրինակ կամ պաշտպանվել A եւ B երկրի հարձակումից կամ եթե հարձակվեն հակահարձակում անել ինչ որ տարածքներ վերցնել, ըստ նրա ինչ ես պլանավորում, նենց էլ գնումներն ես անում։ Դրա համար եթե Ադրբեջանը 100 հատ տանկ է առնում, անպայման չի դու էլ գնաս 100 հատ տանկ առնես, բնականաբար կարող է ավելի լավ հակահարթեր, ասենք գումարի կեսը հակահարթիրային հակատանկային հրթիռների ծախսես, մյուս կեսը օրինակ կառավարվող արկերի հրետանային օրինակի համար։ Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում մեր անեքսիայի ենթարկված հողերի վերադարձ։ Դա ինձ թվում է ցավոք կարճաժամկետ լուծում չունի այս պահին, որովհետև պատերազմով ես անձամբ համարում եմ, որ մենք ռեսուրս չունենք այդ տենց ռիսկի գնալու, որովհետև դա կարող է բերել ավելի մեծ էսկալացիայի, եթե խոսքը գնում է բանակցայինի մասին էլ, ստեղ էլ դե մեզնից մենակ մի կախված բանը փորձել է դելիմիտացիա, դեմարկացիան ավելի արագ եւ էֆեկտիվ ալսկացնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ իրենք չեն ուզենալու այդ մասերը դեմարկացիա անել մոտակա բավականին երկար ժամանակ, ասենք։ Դրա համար ինձ թվում է մենակ երկարաժամկետ ստեղ կարելի է դիտարկել հիմա ինչ ռեսուրս ես դու պատրաստ ծախսել այդ 200 քառակուսի կիլոմետրին եւ ինչքան ռիսկերի գնալ ստեղ դա է հարցը մենակ։ Կա նաեւ արժանապատվության բարոյական Համաձայն եմ դրա հետ, համաձայն եմ լրիվ դրա հետ, ես մի բան եմ ասում, որ եթե դրա գինը նաեւ որ երկիրը կարողա չլինի, օրինակի համար, օրինակ եմ ասում, կամ դրանից ասենք 10 անգամ ավելի շատ տարածք պայմանական, դա երևի չարժի անել, ինչքան էլ դա նվաստացնում է մեզ եւ շատ անդուր է այս ամեն ինչի մասին խոսել, բայց
Ցավոք ստեղ այս հարցերում էմոցիա չի կարելի օգտագործել ստեղ որոշումները։ Այս թեմաներում որոշում ընդունելուց ով որ էմոցիայով որոշում ընդունում, ինձ թվում է չի կարող հաղթանակ տանել։